Մի հատ նայեք ինչերի միջով են կանցել։ 2018-ին բերվել են իշխանության։ Նիկոլ Ալիևին ասել է՝ մի կրակիր, մինչև մի քիչ դիրքերս ամրապնդեմ։ Ամրապնդել է մի 2 տարի, ու 2020-ից մինչև 25 թվականը ամեն տարի հանձնել է մի քանի բան։ 2020-ին եղել է 44-օրյա պատերազմը, հանձնել է Արցախի մեծ մասը։ Նույն թվին զորքերը հետ է քաշել Սյունիքից։ Ադրբեջանցիներն առաջ են եկել։ Հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը։ 2021 թվականի գարնանը հանձնել է Սյունիքում Սև լճի կեսը, Վարդենիսից հատվածներ։ Նույն 21-ին վերընտրվել է ու անմիջապես զորքերն ու ծանր զինտեխնիկան հանել է Արցախից։ Տվել է նաև Շորնուխի կեսը։ 2022-ին տվել է Բերձորն ու Աղավնոն։ 2022-ին հանձնել է հսկայական տարածքներ Ջերմուկից։ Օկուպացիան կազմել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ 2022 թվականի վերջին ստորագրել հանձնել է Արցախը։ 23 թվականին թույլ է տվել բլոկադան Արցախի, իսկ տարվա վերջում հանձնել է Արցախը ամբողջությամբ, բռնի հայաթափել։ 2024 թվականին տվել է Տավուշից գյուղեր։ Հիմա հերթով էլի անկլավի անվան տակ հանձնելու նախաշեմին են։ Սա հլը տարածքները 5000 զոհ 2020-ին, 224-2022-ին, ավելի քան 400 զոհ 2023-ին, խեղված ճակատագրեր, գերիներ։ Նրան ընտրել են Շուշի ու Հադրութ օկուպացիայից ազատելու համար։ Նա հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր ու ամեն անգամ հարց է տրվել Քոչարյանին։ Բա դրանք ո՞նց եք հետ բերելու։ Որ 2021-ին ընտրվեր Քոչարյանը, այս խայտարակ վիճակում էինք լինելու։ Անկլավների կամ ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարցեր էին առաջ գալու, փախստականների հարցեր լինելու։